Անգեն 8 դեկտեմբեր 2025-ին հրավերով Կիպրոսի հայոց թեմի ազգային իշխանության նորին սուրբոզություն դեր Արամարաչին վեհապար հայրաբեդը հովվաբեդական օրհնյալ այցելություն շնորհեց թեմին ըլլալու համար մեր ժողովրդի սիրեցյալ զավակներուն հետ եւ միասնապար նշելու իր գաթողիկոսական ընտրության ու օծման 30-ամյակը։ Այցելություն ունեցավ հոգևոր, ազգային եւ պատմական խոր արժեք, որովհետեւ ուղղված էր մեր Գիբրահայ համայնքի վերազարթոնքին ու վերագազմագերման։ Նիգոսիո Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցվո մեջ կատարված կանոնական աղոթքով սկիզբ առավ հայրաբեդին հովվաբեդական այցելությունը։ Արարողության ավարտին նորին սրբությունը իր օրհնության խոսքի մեջ շեշտեց Գիբրոսի թեմին ունեցած պատմական թերը Մեծիդան Գիլիկիո գաթողիկոսության կյանքի մեջ եւ այս առումով նորին սրբությունը հրավիրեց քաղուտը կործելու այս պատասխանատու գիտակցությամբ։ Ապա վեհապար հայրաբեդը հանդիպումներ ունեցավ ազգային իշխանություններուն եւ Գիբրահայ գազմագերբություններուն հետ, շեշտելով քաղուտի վերագազմագերբման հրամայական։ Նույն ուղղության մեջ էր նաեւ անոր շփումը քրիստոնյա համայնքներու հոգևոր բեդերուն հետ, ուր հայրաբեդը վերահաստատեց միջեկեղեցական համագործակցության անհրաժեշտությունը, դակնապներով լեցուն ժամանակներում մեջ միասնական քրիստոնեական վկայություն տալու համար։ Հովվաբեդական այցելության առանցքային բաժինը հայոց հայրաբեդին քաղաքալության 30-ամյակի մեծաշուկ նշումներ Նիգոսիո մեջ։ Հոպելենական հանդիսության ընթացքին շեշտվեցավ Արամարաչին վեհապար հայրաբեդին 30-ամյա ծառայությունը որպես ազգային, եկեղեցական ու միջազգային օրենջան ծված առաջնորդ, որ մշտապես կանգնած է ազգային վահանջադիրության, Արցախի արտարդադին եւ Սփյուռք Հայաստան հարաբերության ամրապնդման դիրքերուն վրա։ Վեհապար հայրաբեդին հովվաբեդական այցելության ծրագիրին շարունակությունը եղավ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցվո մեջ մատուցված Սուրբ Եվանմահ պատարագը, որ հայրաբեդական իր պատկամին մեջ անհավատքը ներկայացուց որպես քրիստոնեական կյանքի գենսական առանցք ու մեր ժողովրդին գոյության զորության աղբյուր։ Այս պատկամը ուղղակիորեն առնչված էր իր այցելության ոգիին, հավատքը, ծառայությունը եւ համայնքային միությունը դարձնելով մեկ ամբողջական ուղերձ։ Կիպրոս այցելության ազգային քաղաքական հարթակը արտահայտվեցավ Կիպրոսի հանրապետության նախագահին Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումով, ուր քննարկվեցան Կիպրոսի հայ համայնքին, միջին արևելքի իրավիճակին եւ մասնավորապես Թուրքիո կողմէ բռնակրաված բաժնի մեջ եղող մագարավանքի վերանորոգման հարցերը։ Կիպրոսի հույն օղապար եկեղեցվո բեդին Ջորջոս III արքեպիսկոպոս Պապա Քրիսոստոմուի հետ հանդիպման ընթացքին
արձարծվեցան երկու եկեղեցիները թիմակրավող մարտահրավերներ։ Վեհապար հայրապետն ու arczepiskopոսը ընդգծեցին հայ եւ հույն եկեղեցիներու միջև երկխոսության, պատմական ժառանգության պաշտպանության եւ Կիպրոսի գրավյալ տարածքներում մեջ գտնվող սրբավայրերու պահպանման կարեւորությունը։ Հովվաբեդական այցելությունը ընդգրկեց նաև համայնքային կյանքի դարբեր կետրոններու այցելություն։ Լիմասոլի ու Լառնակայի հայ համայնքներուն հետ հանդիպումներուն ընթացքին հայրապետը շեշտեց եկեղեցվո թերը որպես կենթանի համայնք եւ համայնական կյանքի հավատացյալներու մասնակցության հրամայական անհրաժեշտությունը։ Նույն հոգևոր ազգային շղթայի մեջ էր Նիգոսիո Նարեկ վարժարան կատարված այցելությունը, ուր հայրապետը վերահաստատեց հայ դպրոցին առանցքային թերը սփյուռքահայ ինքնության պահպանման մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանատուն այցելությունը, ընդգծելով հայ-կիպրական հարաբերություններու ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը։ Նորին սրբություն Արամ առաջին վեհապար հայրապետին Կիպրոս երրորդյա հովվաբեդական այցելությունը դարձավ ոչ միայն հոբելենական նշման եւ հովվաբեդ հոդ հանդիպման առիթ, այլ նաեւ կենթանի պատգամ, որբեսի Կիպրոսի հայ համայնքը շարունակե իր պատմական առաքելությունը, հավատքով, միությամբ ու ծառայական առաքելությամբ։